Այսօր մենք կուսումնասիրենք զինվորների տարբեր տեսակները, որոնք կազմում էին միջնադարյան եվրոպական բանակները, սկսած շտապ հավաքագրված համեստ գյուղացիներից մինչ մարտի դաշտերում տիրող զրահապատ ասպետները։ Այս վավերագրական ֆիլմում մենք կխորասուզվենք այս կերպարների կյանքի, հանդերձանքի մարտավարության մեջ, ովքեր կերտել են դարավոր հակամարտությունները, ընդմիշտ փոխել պատերազմի արվեստը արմուտքում։ Նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին նմանատիպ այլ վավերագրական պատմությունների համար։ Պատկերացրեք մի բաց դաշտ Եվրոպայում 11-15 տարերի միջ ընկած որե ժամանակահատվածում։ Արը դեռ ամբողջությամբ չի հատել հորիզոնը, բայց արդեն լսվում է մթության մեջ շարժվող հարյուրավոր տղամարդկանց աղմուկը։ Լսվում է հարմարեցվող զրահների մետաղական զնգոցը, խոնավ հողին հարվածող կոշիկների խուլ ձայնը, վախը զսպել փորձող ձայների ներվային մրմունջը։ Այս տղամարդիկ եկել են տարբեր վայրերից, գրում են տարբեր զենքեր, ունեն պատրաստվածության միանգամայն տարբեր մակարդակներ։ Ոմանք պատերազմի պրոֆեսիոնալներ են մանկուց կոփված մարտի համար։ Մյուսները ֆերմերներ են, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ վարում էին իրենց դաշտերը խնամում անասուններին։ Միասին նրանք կազմում են միջնադարյան բանակ, մի ռազմական ուժ, որը, չնայած իր թվացյալ անկազմակերպվածությանը, ենթարկվում էր բարդ հիերարխիայի, գործում էր որպես մի մեխանիզմ, որտեղ յուրաքանչյուր մասնիկ, որքան էլ այն փխրուն լիներ, ուներ իր դերը։ Հասկանալու համար, թե ինչպես էին գործում այս պատերազմական մեքենաները, անհրաժեշտ է նայել դրանք կազմող զինվորների յուրաքանչյուր տեսակին, հասկանալ, թե որտեղից էին նրանք գալիս, ինչ էին հագնում, ինչպես էին կռվում, ամենից առաջ ինչու էին նրանք այնտեղ։ Քանի որ միջնադարյան բանակների պատմությունը միայն մեծ ասպետների, նրանց հերոսական սխրանքների պատմությունը չէ։ Դա նա հազարավոր անանուն տղամարդկանց պատմությունն է, որոնց ներկայությունը մարտի դաշտերում նույնքան էական էր, որքան անտեսանելի պաշտոնական տարեգրություններում։ Հենց այս տղամարդկանց հետ ենք մենք հիմա ծանոթանալու ամենահամեստներից մինչ ամենաարտոնյալները։ Սկսենք այս ողջ ռազմական կառուցվածքի հիմքից ամենաբազմաթիվ, պարադոքսալ կերպով, պատմության կողմից ամենաշատը մոռացված զինվորներից։ Միջնադարի վաղ դարերում, հաճախ նա այս երկար պատմական ժամանակահատվածի կենտրոնական շրջանում, եվրոպական շատ բանակների հիմնասյունը կազմված էր հասարակ տղամարդկանցից։ Նրանք պրոֆեսիոնալ ռազմիկներ չէին։ Նրանք հողագործներ էին, արհեստավորներ, արտրականներ, գյուղատնտեսական աշխատողներ, մարդիկ, ովքեր ապրում էին իրենց առօրյա կյանքով մարտի դաշտերից հեռու, ովքեր, երբ կանչվում էին իրենց տերերի կամ հենց թագավորի կողմից, ամեն ինչ թողնում էին հետում, քայլում դեպի պատերազմ։ Այս զորագոչը հայտնի էր տարբեր անուններով կախված տարածաշրջանից, բայց սկզբունքը էապես նույնն էր ողջ ֆեոդալական Եվրոպայում։ Ազատ տղամարդիկ պարտավոր էին զինվորական ծառայություն մատուցել որպես փոխհատուցում պաշտպանության այն հողերի համար, որոնք նրանք զբաղեցնում էին իրենց տերերի իշխանության ներքո։ Անգլո-սաքսոնական Անգլիայում այս համակարգը ստացավ Ֆիրթ Նիբջ անվանումը, հին անգլերեն մի բառ, որն ի սկզբանե նշանակում էր արշավախումբ կամ ճանապարհորդություն։ Ֆիրթը տարածաշրջանային աշխարհազոր էր, որտեղ կոմսության յուրաքանչյուր ազատ տղամարդ պարտավոր էր ծառայել։ Նրանք, ովքեր հրաժարվում էին զինվորական ծառայությունից, ենթարկվում էին տուգանքների համամասնորեն իրենց սոցիալական կարգավիճակին, կամ նույնիսկ կորցնում էին իրենց հողերը, ինչը ցույց է տալիս, թե ինչպես էր կռվելու պարտավորությունը խորապես փոխկապակցված հողի տիրապետման վասալական հարաբերությունների հետ, որոնք սահմանում էին այդ աշխարհը։ Սակայն Ֆիրթը ստատիկ ուժ չէր։ Այն զգալիորեն զարգացավ դարերի ընթացքում, հատկապես ի պատասխան վիկինգների կործանարար ներխուժումների, որոնք ավերեցին Անգլիան 8-րդ դարի վերջից սկսած։ Հենց Ալֆրեդ Մեծի օրոք էր, ով կառավարում էր Ուեսեքսը 871-ից 899 թվականներին, որ իրականացվեցին ամենանշանակալի բարեփոխումները։ Ալֆրեդը հասկացավ, որ գոյություն ունեցող համակարգը թույլ չէր տալիս բավականաչափ արագ զորք հավաքել ջարպիկ նորթիկ ներխուժողներին կանգնեցնելու համար։ Լուծումը, որ նա գտավ, Ֆիրթը պատահական զորագոչից վերածելն էր մի բանի, որն ավելի մոտ էր մշտական ուժին։ Նա բանակը բաժանեց երկու հերթափոխային զորագազմերի, որպեսզի ուժերի կեսը միշտ լիներ ակտիվ ծառայության մեջ, մինչդեռ մյուս կեսը մնում էր տանը խնամելով իրենց սեփականությունն ու ցանքսերը։ Բացի այդ, Ալֆրեդը հիմնեց 33 ամրացված քաղաքների համակարգ, որոնք հայտնի էին որպես բուրհեր, որոնք ռազմավարականորեն բաշխված էին իր ողջ թագավորությունում։ Այս վերակազմավորումը Ֆիրթը դարձրեց շատ ավելի արդյունավետ։ Այս բարեփոխումների շնորհիվ Ալֆրեդի մահից հետո 2 տասնամյակից էլ քիչ ժամանակում Անգլիայում դանիացիների կողմից վերահսկվող տարածքի մեծ մասը վերանվաճվեց։ Բայց վերադառնանք հասարակ տղամարդկանց, ովքեր կազմում էին այդ ուժերը։ Ֆրանսիայում սրբազան հռոմեական կայսրությունում զինվորական զորագոչի նմանատիպ համակարգեր գոյություն ունեին անգլիական Ֆիրթին զուգահեռ։ 11-ից 13-րդ դարերի հավաքագրման գրառումները, մունիցիպալ փաստաթղթերը վկայում են եվրոպական մայրցամաքի տարբեր տարածաշրջաններում նմանատիպ զորահավաքների գոյության մասին։ Բոլոր այս վայրերում սկզբունքը նույնն էր։ Երբ տերը կանչում էր, նրա ենթակաները պարտավոր էին պատասխանել։ Եվ նրանք պատասխանում էին հաճախ այն ամենով, ինչ ձեռքի տակ ունեին։
Այս զորագոչված զինվորների հանդերձանքը խիստ տարբերվում էր։ Ոմանք հայտնվում էին նիզակով փոքր վահանով մարտական գծում մնալու համար անհրաժեշտ նվազագույնով։ Մյուսները զինված էին ընդամենը փայտ կտրելու գացնով հաստ շորերով, որոնք նվազագույն պաշտպանություն էին ապահովում ցանկացած տեսակի զենքի դեմ։ Միայն ամենաապահովված գյուղացիներն ունեին այնպիսի իրեր, ինչպիսիք են սաղավարտը կամ օղազրահը մասեր, որոնք պատերազմի պրոֆեսիոնալի համար կհամարվեին հիմնական, բայց հողագործի համար ներկայացնում էին մի փոքրիկ կարողություն։ Այս տղամարդկանց ճնշող մեծամասնությունը կռվում էր թե զրահով կամ, իրականում, առանց որեզրահի։ Մարզումները նույնքան անմխիթար էին։ Անգլիական գոմսությունների գրառումները հիշատակում են զենքով վարժվելու պատահական օրեր, երբ տղամարդիկ հավաքվում էին նիզակների վահանների հիմնական գործածությունը մարզելու համար։ Բայց այս միջոցառումները պատահական էին անբավարար հողագործներին հմուտ զինվորների վերածելու համար։ Այս զորագոչիկների համար ամենամյա մարզումների առօրյա չկար, կարող էին տարիներ անցնել առանց ծառայության գանչվելու։ Երբ նրանք վերջապես քայլում էին դեպի պատերազմ, նրանցից շատերը երբեք զենք չէին բռնել իրական մարտում։ Չնայած այս բոլոր սահմանափակումներին, զորագոչված զինվորները հաճախ կազմում էին միջնադարյան բանակի մեծ մասը։ Հենց նրանք էին ապահովում անհրաժեշտ թվաքանակը մարտական գծերը լրացնելու, պաշտպանական դիրքերը պահելու այնպիսի ռազմական ուժին ծավալ հաղորդելու համար, որն առանց նրանց կլիներ ընդամենը մի քանի ասպետների պատերազմի պրոֆեսիոնալների խումբ։ 1066 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած Հասթինգսի ճակատամարտում անգլիական վահանների հայտնի պատը, որը դիմակայեց Վիլհելմ նվաճողի նորմանդական բանակին, հիմնականում կազմված էր Ֆիրտի հետագից։ Այս տղամարդիկ, որոնցից շատերը պարզ ֆերմերներ ու արհեստավորներ էին, ժամեր շարունակ պահեցին իրենց դիրքերը նորմանդական հեծելազորի կրկնվող հարձակումների դեմ դիմադրության ուշագրավ դրսևորում մի ուժի համար, որը հիմնականում կազմված էր ոչ պրոֆեսիոնալներից։ Դարեր անց, նմանատիպ եղանակով զորագոչված զինվորները դեռս կազմում էին բազմաթիվ շարքեր մեծ բախումներում։ 1298 թվականին Ֆոլգերկի ճակատամարտում Շոտլանդիայի անկախության պատերազմների ժամանակ զորագոչված հետագը կենտրոնական դեր խաղաց բանակների գազմում։ 1302 թվականի Գուրտրեի ճակատամարտում, որը հայտնի է նա որպես ոսկե խթանների ճակատամարտ, ֆլամանդական աշխարհազորը, որը մեծ մասամբ կազմված էր արհեստավորներից հասարակ քաղաքացիներից, զարմանալի կերպով հաղթեց ֆրանսիական ծանր հեծելազորին ապացուցելով, որ որոշակի հանգամանքներում համապատասխան տեղանքում նույնիսկ առանց պաշտոնական պատրաստության զինվորները կարող էին հասնել արտակարգ հաղթանակների։ Այս տղամարդիկ հազվադեպ էին ինքնուրույն վճռորոշ լինում, բայց նրանք տալիս էին մի բան, որից ոչ մի բանակ չէր կարող հրաժարվել թվաքանակ։ Նրանք պահում էին գծերը, ամրացնում պաշտպանական դիրքերը, պաշտպանում թերը, անհրաժեշտության դեպքում կլանում թշնամու հարձակումների հարվածը, որպեսզի ավելի որակյալ զորքերը կարողանային հակահարձակման անցնել։ Առանց նրանց միջնադարյան բանակները պարզապես գոյություն չէին ունենա այնպես, ինչպես մենք գիտենք դրանք։ Այնուամենայնիվ, երբ մենք առաջ ենք շարժվում միջնադարյան ժամանակագրությամբ, հատկապես 14-15 տարերում, զանգվածային զորագոչի այս մոդելը սկսեց փոխվել։ Կառավարողները սկսեցին ավելի ու ավելի ապավինել վարձատրվող պրոֆեսիոնալ զինվորների, ազնվականական շքախմբերի վարձկանների համակցությանը իրենց մարտական ուժերի միջուկը ձևավորելու համար։ Մաքուր ֆեոդալական զորագոչի վրա հիմնված բանակների դարաշրջանը մոտենում էր իր ավարտին փոխարինվելով մի բանով, որն ի վերջո կդառնար ժամանակակից պրոֆեսիոնալ բանակը։ Բայց այս անցումը դանդաղ էր, դարեր շարունակ երկու ավանդույթները համատեղ գոյակցում էին եվրոպական մարտի դաշտերում։ Բարձրանալով մի աստիճան միջնադարյան ռազմական հիերարխիայում մենք գտնում ենք զինվորների մի կատեգորիա, որը միջանկյալ տեղ էր զբաղեցնում զորագոչված գյուղացիների էլիտար ռազմիկների մեջ։ Դրանք հետագի սերժանտներն էին տղամարդիկ, ովքեր ավելի վստահելի էին, քան պարզ զորագոչիկները, թե դեռ հեռու էին ռազմական բուրկի գագաթից։ Այս զինվորները գալիս էին համեստ, բայց հասարակ հողագործներից մի փոքր ավելի բարձր սոցիալական շերտից։ Նրանք քաղաքների ազատ տղամարդիկ էին, փոքր հողատերեր կամ երկարամյա ծառաներ, ովքեր ունեին ավելի լավ հանդերձանքի հնարավորություն, ովքեր մարզվում էին ավելի կանոնավոր, քան պատահական զորագոչիկները։ Շատ սերժանտներ ծառայում էին ամբողջ տարին ամրոցների գայազորներում կամ որպես ազնվականի մշտական ուժի մաս։ Ծառայության այս շարունակականությունը նրանց տալիս էր մի բան, որը գյուղական զորագոչիկները հազվադեպ էին ունենում գործնական փորձ ծանոթություն մարտական առօրյային։ Տիպիկ հետակային սերժանտը գրում էր նիզակ որպես հիմնական զենք, որը լրացվում էր կարճ սրով կամ ֆալշիոնով, նուդոց, լայն ծանր շեղբով, որը հատկապես արդյունավետ էր մերձամարտում։ Գլխին նրանք սովորաբար գրում էին երկաթե գլխարկ, այսպես կոչված կաթսայած սաղավարտ, վճված թուֆ, որի լայն եզրերը պաշտպանություն էին ապահովում վերից եկող հարվածներից, ինչը հատկապես օգտակար էր այն զինվորների համար, ովքեր հաճախ կռվում էին հեծյալ ասպետների ներքո կամ պաշարված ամրոցների պատերի տակ։ Մարմինը պաշտպանված էր բամբակյա գամբեզոնով, դոնչ հաստ գործվածքի մի քանի շերտերից պատրաստված հագուստով,
որը, չնայած իր պարզ տեսքին, զարմանալիորեն արդյունավետ էր հարվածների ուժը կլանելու նույնիսկ հեռավորությունից արձակված նետերը կանգնեցնելու համար։ Որոշ ավելի հաջողակ սերժանտներ լրացնում էին այս պաշտպանությունը օղազրահի մասնագի կտորներով։ Այն, ինչ իրականում տարբերում էր սերժանտներին զորակոչված զինվորներից, միայն լավագույն հանդերձանքը չէր։ Դա մարտի դաշտում շարքը պահելու մարտական հիմնական մանրները կարգապահությամբ ու համակարգմամբ իրականացնելու ունակությունն էր։ Հետագի համախմբված գիծը հեծելազորի հարձակման ճնշման տակ կամ մերձամարտի քաոսի ժամանակ պահելը պահանջում էր ավելին, քան անհատական քաջություն։ Դա պահանջում էր կրկնվող մարզումներ, վստահություն կողքի ընկերների նկատմամբ հրամաններին հնազանդվելու ունակություն նույնիսկ այն ժամանակ, երբ ինքնապահպանման բնազդը ստիպում էր փախչել։ Սրանք հմտություններ էին, որոնք սերժանտներն ունեին, իսկ գյուղական զորագոչիկները հաճախ ոչ։ Հետակային սերժանտները հաճախ են հայտնվում խաչագրած պետությունների բանակների գրառումներում, որտեղ նրանք կատարում էին վճռորոշ դերեր որպես կարգապահ հետակ։ 1177 թվականին Սուրբ Երկրում տեղի ունեցած Մոնջիզարի ճակատամարտում ոտքով սերժանտները կռվում էին ասպետների կրոնական ռազմական միաբանությունների կողքին Սուլթան Սալահ ադ-Դինի ուժերի դեմ։ Այս ճակատամարտը ցույց տվեց, թե ինչպես կազմակերպված հետագի ծանր հեծելազորի համակցությունը կարող էր հանգեցնել կործանարար արդյունքների, նույնիսկ թվապես գերազանցող թշնամու դեմ։ Արմտյան Եվրոպայում սերժանտները կատարում էին նույնքան կարևոր, թե պակաս փայլուն գործառույթներ։ Նրանք հսկում էին քաղաքների պատերը, ուղեկցում էին հարկերի շարասյունները վտանգավոր ճանապարհներով, ուժեղացնում էին հեծելազորը մեծ ռազմական արշավների ժամանակ։ Նրանց դերը հիմնականում հենարանային էր պահել ռազմաճակատի գիծը, աջակցել ասպետներին իրենց հարձակումների ժամանակ վերահսկել ռազմավարական գետերը, ինչպիսիք են կամուրջները, անցումները, ամրությունները։ Առանց նրանց միջնադարյան հեծելազորը, որքան էլ տպավորիչ լիներ հարձակման ժամանակ, խոցելի էր մնում հակահարձակումների շրջափակումների նկատմամբ։ Սերժանտները այն հիմքն էին, որի վրա հենվում էին հեծյալ ռազմիկների ամենատպավորիչ գործողությունները։ Այժմ մի պահ թողնենք հետագի շարքերի ցեխոտ գետինը մեր ուշադրությունը դարձնենք մի տեսակի զինվորի վրա, ով թե նույնպես ոտքով էր կռվում, իր ազդեցությունը տարածում էր այնպիսի հեռավորությունների վրա, որոնց մերձամարտի մարտիկների մեծ մասը երբեք չէր հասնի։ Մենք խոսում ենք նետաձիգների մասին, տղամարդիկ, ում հմտությունները նետ ու աղեղի հետ դարձան ուշ միջնադարյան պատերազմի ամենակործանարար ուժերից մեկը։ Կարևոր է ի սկզբանե նշել, որ նետաձիգների առկայությունը արդյունավետությունը խիստ տարբերվում էր տարածաշրջանից տարածաշրջան։ Միջնադարյան Եվրոպայի ոչ մի վայրում երկար աղեղը չհասավ այնպիսի նշանակության, ինչպես Անգլիայում ու Ուելսում։ Այս հողերում մի շարք օրենքներ թագավորական հրամաններ ստեղծեցին պայմաններ էլիտար նետաձիգների իսկական դասի առաջացման համար, ովքեր մանկուց մարզվում էին երկար աղեղի տիրապետման արվեստում մի զենք, որը մոտավորապես չափահաս մարդու հասակի էր մոտ 1 մետր 80 սանտիմետր, որը պահանջում էր արտակարգ ֆիզիկական ուժ արդյունավետ օգտագործվելու համար։ Անգլիական երկար աղեղի պատմությունը որպես մարտի դաշտերում գերիշխող զենք սկսվում է Էդուարդ ի օրոք, ով կառավարում էր Անգլիան 1272-ից 1307 թվականներին։ Հենց Ուելսում իր արշավների ժամանակ էր, որ անգլիացիներն անձամբ զգացին ուելսցի նետաձիգների կործանարար ուժը, ովքեր օգտագործում էին երկար աղեղը դարանակալումների մոտ տարածությունից հարձակումների ժամանակ սոսկալի արդյունքներով ներխուժողների համար։ Նվաճելով Ուելսը, Էդուարդը ուելսցի նետաձիգներին ներառեց անգլիական բանակի մեջ, հասկացավ այն ներուժը, որն այս զենքը ներկայացնում էր լայնածավալ պատերազմի համար։ Այդ ժամանակից սկսած թագավորական հրամանագրերը սկսեցին պահանջել, որ տղամարդիկ կանոնավոր կերպով մարզվեն աղեղով։ Կան գրառումներ, որ Էդուարդը նույնիսկ արգելել էր բոլոր մարզաձերը գիրագի օրերին, բացի նետաձգության վարժանքներից այդպիսով երաշխավորելով, որ իր հպատակները պահպանեն պատերազմի ժամանակ որպես նետաձիգ ծառայելու համար անհրաժեշտ հմտությունները։ Պարտադիր մարզման այս քաղաքականությունը արտակարգ արդյունքներ տվեց հաջորդող սերունդների ընթացքում։ Երկար աղեղը մի զենք չէր, որին կարելի էր տիրապետել շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Անհրաժեշտ էր տարիների շարունակական պրակտիկա մանկուց զարգացնելու համար թերի ու սերի մեջքի այն ուժը, որն անհրաժեշտ էր աղեղի լարը ձգելու համար, որի ձգման ուժը կարող էր գերազանցել 60 կիլոգրամը։ Հնագետների կողմից հայտնաբերված միջնադարյան նետաձիգների կմախքները ցույց են տալիս ոսկրային բնորոշ դեֆորմացիաներ թերի ու սերի շրջանում, այս արվեստին նվիրված ողջ կյանքի լուր վկայություններ։ Անգլիական երկար աղեղի ուժը ոչ միայն յուրաքանչյուր նետի անհատական թափանցող ուժի մեջ էր, թե այն զգալի էր։ Նրա իրական առավելությունը գրագի ծավալի մեջ էր։ Լավ մարզված նետաձիգը կարող էր արձակել րոպեում 10-ից 12 նետ գրագի մի տեմպ, որը, բազմապատկվելով կողք կողքի տեղավորված հարյուրավոր կամ հազարավոր նետաձիգներով, ստեղծում էր արկերի իսկական փոթորիկ, որն ի վիճակի էր ծածկել երկինքը մտնեցնել արի լույսը։ Հենց 100-ամյա պատերազմում Անգլիայի-Ֆրանսիայի միջ 1337-ից 1453 թվականներին տաց երկարատ հակամարտության ժամանակ էր, որ անգլիական երկար աղեղը հասավ իր լեգենդար կարգավիճակին։
1346 թվականի օգոստոսին տեղի ունեցած Կրեսի ճակատամարտը թերս այս զենքի ուժի ամենադրամատիկ դրսևորումն էր։ Անգլիական բանակը Էդուարդ Ժիզի հրամանատարության ներքո ուներ մոտավորապես 8000 տղամարդ, որոնցից մոտ 7000-ը նետաձիգներ էին։ Դիրքավորվելով բարձրադիր տեղանքում անգլիացիները սպասեցին շատ ավելի մեծ ֆրանսիական բանակի հարձակմանը։ Ֆրանսիացիները նախ ուղարկեցին իրենց ջենովացի վարձկան լարովի նետաձիգներին ՉՍՊԻԲ հարգված պրոֆեսիոնալներ, բայց ովքեր այդ օրը անբարենպաստ վիճակում էին։ Հանկարծակի անձրը թրջել էր լարովի աղեղների լարերը նվազեցնելով դրանց հեռահարությունն ու հզորությունը։ Երկար աղեղները, մյուս կողմից, ունեին հեշտությամբ հանվող լարեր, որոնք կարելի էր չոր պահել։ Երբ ճակատամարտը սկսվեց, ջենովացի նետաձիգները, րոպեում արձակելով 3-ից 5 արկ, ոչ մի շանս չունեին այն 10-ից 12 նետերի դեմ, որոնք յուրաքանչյուր անգլիացի նետաձիգ արձակում էր նույն ժամանակահատվածում։ Նետերի փոթորիկը գործանարար էր։ Երբ ջենովացիները փորձեցին նահանջել, ֆրանսիական հեծելազորը առաջ շարժվեց հենց իր դաշնակիցների վրայով ստեղծելով քավոս, որն անգլիացիներն անգթորեն օգտագործեցին։ Օրվա վերջում ֆրանսիական գորուստները ներառում էին հազարավոր ասպետներ զինվորներ։ Անգլիական գորուստները նվազագույն էին։ Գրեթե 70 տարի անց 1415 թվականի հոկտեմբերին Ազենգուրի ճակատամարտում երկար աղեղը կրկին ցույց տվեց իր արդյունավետությունը։ Անգլիայի թագավոր Հենրի Մ, գլխավորելով հիվանդություններից հյուծված կրճատված բանակը, բախվեց շատ ավելի հզոր ֆրանսիական ուժի։ Անգլիացիները, ովքեր ընդհանուր առմամբ մոտ 6000 զինվոր էին, որոնցից մոտ 5000-ը նետաձիգներ, հուսահատ վիճակում էին։ Նրանք 2.5 շաբաթում քայլել էին ավելի քան 400 կիլոմետր, շատերը տառապում էին դիզենտերիայով, նրանց պաշարները սպառված էին։ Բայց Հենրին իր նետաձիգներին դիրքավորեց պաշտպանված սրածայր փայտեց ցերով ցեխոտ տեղանքով, որն առաջացել էր նախորդ գիշերվա անձրից։ Երբ ֆրանսիացի ասպետները հարձակվեցին, նրանց ձիերը խրվեցին ցեխի մեջ, իսկ նետաձիգները սկսեցին նետերի մի անձր, որը դաշտը վերածեց սպանդանոցի։ Բոդգին ցենջերտ տիպի ձայրերով նետերը ձակում էին զրահապատ սալիկների արանքները, վիրավորում ձիերին տապալում ասպետներին, ովքեր, ցեխի մեջ խրված, չէին կարողանում բարձրանալ իրենց զրահների ծանրության տակ։ Անգլիական հաղթանակը Ազենգուրում դարձավ եվրոպական ռազմական պատմության ամենահայտնի իրադարձություններից մեկը։ Անգլիայից ու Ուելսից դուրս նետաձիգներ գոյություն ունեին, բայց նրանք չհասան նույն մարտավարական գերիշխանությանը։ Իտալական քաղաք-պետությունները նախընտրում էին լարովի աղեղները ՃՉՖ, Սկանդինավիան օգտագործում էր նիզակագիրների նետաձիգների համակցություն։ Արևելյան Եվրոպան, գրելով ասիական տափաստանների ավանդույթների ազդեցությունը, նախապատվությունը տալիս էր հեծյալ նետաձգությանը մի միանգամայն տարբեր տեխնիկա, որը համատեղում էր ձյու շարժունակությունը շարժման ընթացքում նետեր արձակելու ունակության հետ։ Անգլիացի նետաձիգները սովորաբար կռվում էին նվազագույն զրահով գամբեզոնով, գուցե կաշվե գլխարկով կամ թեթ սաղավարտով, ապավինում էին հողի մեջ խրված ցցերին կամ ինքնաշեն ամրություններին հեծելազորի հարձակումներից պաշտպանվելու համար։ Սոցիալապես նրանք համարվում էին հասարակ տղամարդիկ, բայց այն հմտությունը, որը նրանք ձեռք էին բերում տարիների ընթացքում, նրանց դասում էր առանձին կատեգորիայի մեջ ավելի մոտ մասնագետներին, քան պարզ զորագոչված զինվորներին։ Այժմ անցնենք հեռահար մարտիկների մեկ այլ տեսակի, որը նույնքան նշանակալի դեր խաղաց միջնադարյան մարտի դաշտերում, թե միանգամայն տարբեր պատճառներով։ Լարովի նետաձիգները ՃՑՖ զինված լարովի աղեղով ЧՉՖ մի մեխանիկական զենքով, որն արձակում էր կարճ ծանր արկեր, որոնք կոչվում էին վիրոտոններ օրբրպչ։ Մշտական ներկայություն էին միջնադարյան բանակներում, հատկապես Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆլանդրիայի քաղաքային շրջաններում։ Լարովի աղեղի մեծ առավելությունը երկար աղեղի նկատմամբ նրա օգտագործման հեշտության մեջ էր։ Մինչ երկար աղեղին տիրապետելը պահանջում էր տարիների ինտենսիվ ֆիզիկական մարզումներ, լարովի աղեղը կարող էր արդյունավետորեն օգտագործվել ցանկացած մեկի կողմից համեմատաբար կարճ մարզումից հետո։ Այս բնութագիրը լարովի աղեղը դարձնում էր իդեալական զենք քաղաքային աշխարհազորի համար, որը կազմված էր արտրականներից, արեստավորներից քաղաքացիներից, ովքեր չէին կարող իրենց կյանքը նվիրել ռազմական մարզումներին, բայց ովքեր պետք է պաշտպանեին իրենց քաղաքները արտաքին սպառնալիքներից։ Մի քանի շաբաթվա ընթացքում մարդը կարող էր սովորել լիցքավորել, նշան բռնել արձակել լարովի աղեղը բավարար ճշգրտությամբ մարտի դաշտում կամ պատի պաշտպանության ժամանակ օգտակար լինելու համար։ Լարովի աղեղի թափանցող ուժը տպավորիչ էր։ Նրա վիրոտոնները, որոնք ավելի կարճ ծանր էին, քան աղեղի նետերը, հարվածում էին թիրախին կենտրոնացված ուժով, որն ի վիճակի էր ծագել օղազրահները, ավելի կարճ հեռավորությունների վրա, նույնիսկ զրահապատ սալիկները։ Այս մահացու կարողությունը, համակցված մարզման հեշտության հետ, լարովի աղեղը դարձրեց վիճահարույց զենք միջնադարյան Եվրոպայում։ 1139 թվականին Լաթերանի երկրորդ ժողովի ժամանակ կաթոլիկ եկեղեցին փորձեց արգելել լարովի աղեղի օգտագործումը քրիստոնյաների դեմ պնդելով, որ այն չափազանց դաժան զենք է հավատացյալների միջ կիրառվելու համար։
Այս արգելքը, սակայն, մեծապես անտեսվեց, Լարովի աղեղը շարունակեց օգտագործվել հակամարտություններում ողջ Եվրոպայում հաջորդ դարերի ընթացքում։ Պաշարման իրավիճակներում Լարովի նետաձիգները հատկապես արժեքավոր էին։ Պատերի պավեսա նուբց չկոչվող մեծ վահանների հետից հզոր ճշգրիտ արկեր արձակելու ունակությունը Լարովի նետաձիգներին դարձնում էր ահեղ պաշտպանական ուժ։ Պավեսան բարձր ծանր վահան էր, հաճախ զարդարված քաղաքի կամ տիրոջ զինանշաններով, որը խրվում էր գետնին ստեղծելով պաշտպանիչ արգելք, որի հետում նետաձիգը կարող էր համեմատաբար անվտանգ վերալիցքավորել իր զենքը։ Պրոֆեսիոնալ Լարովի նետաձիգների շատ թիմերում աշխատանքը կատարվում էր էրյակներով։ Մեկը պահում էր պավեսան, մյուսը գրակում էր, իսկ երրորդը պատրաստում էր արդեն լիցքավորված երկրորդ զենքը, այդպիսով կրկնապատկելով կրակի հաճախականությունը։ Միջնադարյան Եվրոպայի բոլոր Լարովի նետաձիգների մեջ ոչ մի խումբ չհասավ այնպիսի փառքի, ինչպիսին ջենովացի նետաձիգներն էին վարձկաններ Ջենովայի հանրապետությունից իտալական Լիգուրիայի ափից։ Այս պրոֆեսիոնալ զինվորները, որոնք կազմակերպված մարզված էին Ջենովա քաղաքում բալիստրայի Թոնդիսաբբիս կորպորացիայի կողմից, սարսափ էին ներշնչում ողջ մայրցամաքում կռվել են արշավներում Իսպանիայից մինչ Սուրբ Երկիր։ Ջենովացի նետաձիգները հայտնի դարձան դեռ առաջին խաչագրած արշավանքի ժամանակ, երբ ջենովացի հրամանատար Գուլիելմո Էմբրիագոն նրանց օգտագործեց Երուսաղեմի պաշարման ժամանակ։ Հաջորդ խաչագրած արշավանքներում նրանք շարունակեցին վճռորոշ դերեր խաղալ, ներառյալ Յաֆֆայի ճակատամարտը 1192 թվականին երրորդ խաչագրած արշավանքի ժամանակ։ Բացի բուն Լարովի աղեղից, ջենովացի նետաձիգները գրում էին դաշույն մերձամարտի համար, մետաղական թեթ սաղավարտ, պարանոցի պաշտպանության համար գորժետ թթբջիթ, կարճ օղազրահ, իհարկե, անփոխարինելի պավեսան։ Հանդերձանքի այս համակցությունը նրանց դարձնում էր զարմանալիորեն բազմակողմանի ունակ գործելու ինչպես դաշտային մարտերում, այնպես էլ պաշարումների նույնիսկ ծովային մարտերի ժամանակ, որտեղ Ջենովայի հանրապետությունը նրանց հաճախ էր օգտագործում։ Ջենովացի նետաձիգների պատմությունը, սակայն, ներառում է նա ողբերգական դրվագներ։ Արդեն հիշատակված Գրեսի ճակատամարտում մոտ 5000 ջենովացի նետաձիգներ ֆրանսիական թագավորի ծառայության մեջ տեղավորվել էին առաջնագծում անգլիացի նետաձիգներին դիմակայելու համար, բայց շտապողական քայլքի պատճառով հետում էին մնացել պավեսաները լրացուցիչ զինամթերքը ստիպելով նրանց կռվել անպաշտպան։ Լարովի աղեղների լարերը անձրից թրջված անգլիական նետերի փոթորկին դեմ հանդիման ջենովացիները փորձեցին նահանջել։ Հրամանատար Օտոնե Դորյան հրամայեց նահանջել, բայց նրանց հետում գտնվող ֆրանսիացի ասպետները նահանջը ընկալեցին որպես վախկոտություն հարձակվեցին հենց իրենց դաշնակիցների վրա սպանելով շատերին, ներառյալ հենց Դորիային։ Դա միջնադարյան պատերազմի ամենաողբերգական դրվագներից էր, որը բացահայտեց մահացու լարվածությունը օտարերկրյա վարձկանների նրանց վարձող ազնվականության միջ։ Չնայած Գրեսիի այս անհաջողությանը, Լարովի նետաձիգները շարունակեցին մնալ արդիական ուժ եվրոպական մարտի դաշտերում ավելի քան մեկ դար։ Նրանք լրացնում էին միջնադարյան բանակների կարոր կարիքը բարձր հզորության հեռահար, կրակ ապահովելու ունակությունը համեմատաբար կարճ մարզման ժամանակով քաղաքներին բանակներին առաջարկելով արդյունավետ հասանելի հեռահար ուժ։ Այժմ անցնենք մի վերափոխման, որը խորապես փոխեց ցամաքային պատերազմի բնույթը ուշ միջնադարյան Եվրոպայում։ 14-րդ դարից սկսած հետագի մի նորդ սկսեց ի հայտ գալ Ալպերի լեռնային շրջաններում, հատկապես շվեյցարական կանտոններում, որն ի վերջո կվերափոխեր ուժերի հավասարակշռությունը եվրոպական մարտի դաշտերում։ Մենք խոսում ենք պիկագիրների նզրսբեֆ մասին զինվորներ, ովքեր զինված էին արտակարգ երկար նիզակներով, որոնք կոչվում էին պիկաներ, նզրսբեֆ կարող էին հասնել 4-ից 5.5 մետր երկարության։ Շվեյցարացի պիկագիրների վերելքը հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ այն համատեքստը, որում նրանք հայտնվեցին։ Շվեյցարական կանտոնները ազատ գյուղացիների համայնքներ էին, որոնք մոտավորապես 13-րդ դարում հարստություն էին կուտակել անդրալպյան արտրի միջոցով, օգնելով վաճառականներին ապրանքներ տեղափոխել Ալպերի անցումներով։ Դաժան կյանքը անողոք կլիմայում, որտեղ ինքնաբավությունը էական էր, տվեց հիանալի հետակային զինվորներ։ Երբ շվեյցարական համադաշնությունը անջատվեց սրբազան հռոմեական կայսրությունից, այդ անկախությունը զայրացրեց Ավստրիայի դուքս Լեոպոլդին, ով 1315 թվականին Հաբսբուրգների բանակ ուղարկեց կանտոններին ստիպելու վերադառնալ կայսրություն։ Լեոպոլդը կարծում էր, որ դա հեշտ հաղթանակ կլինի վատ զինված գյուղացիների դեմ։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո Մորգարտենի ճակատամարտում, փոխեց պատերազմ վարելու ձը միջնադարյան Եվրոպայում։ Շվեյցարացիները մոտ 1500 հոգանոց ուժով դարանակալեցին մոտ 5000 զինվորից բաղկացած ավստրիական բանակը, ներառյալ 2000 ասպետների, Էգերի լճի մոտ գտնվող նեղ լեռնային ճանապարհին։ Օգտագործելով տեղանքը իրենց օգտին ուշագրավ վարպետությամբ շվեյցարացիները լեռից քարեր գերաններ գլորեցին զարմացած ավստրիացիների վրա ստեղծելով քաոս խուճապ թշնամու շարքերում նախքան խիտ շարքերով մերձամարտի իջնելը։ Արդյունքը կատաստրոֆիկ պարտություն էր Հաբսբուրգների համար։ Հաշվարկվում է, որ մոտ 1500 ավստրիացի կորցրեց կյանքը, շատերը խեղդվեցին լճում փախչելու փորձի ժամանակ,
Մինչդեռ շվեյցարական գորուստները նվազագույն էին գուցե ընդամենը մի տասնյակ տղամարդ։ Մորգարտենը ունեցավ 2 տագան հետանք։ Այն շվեյցարացիներին վստահություն տվեց ընդլայնելու իրենց ռազմական գործունեությունը, նրանց հրամանատարների մտքում սերմանեց այն գաղափարը, որ նրանք միշտ պետք է դիմեն հարձակողական գործողությունների արագ վճռական արդյունքներ ստանալու համար։ Ի տարբերություն նիզակագիրների պարզ զորահավաքների, որոնք գոյություն ունեին նախկինում, շվեյցարացի պիկագիրների գազམավորումները պահանջում էին խիստ կարգապահություն մարզված համակարգում։ Պիկագիրները չէին կռվում որպես անհատներ, այլ որպես համախմբված միավոր մի խիտ բլոկ, որի նիզակները գազմում էին պողպատե ծայրերի մի անթափանց անտառ ցանկացած հեծելազորի համար։ 1339 թվականին Լաուբենի ճակատամարտում շվեյցարական գազམավորումները վերածվեցին իսկական մարտական քառակուսու ապացուցելով իրենց արդյունավետությունը հաղթելով ասպետների հետագի համակցված ուժին։ Շվեյցարական քառակուսին կարող էր շարժվել զարմանալի արագությամբ, իսկ երբ հեծելազորը հարձակվում էր, պիկագիրները շրջվում էին դեպի դուրս իջեցնում իրենց զենքերը ստեղծելով պաշտպանական գազམավորում, որը գոչվում էր ոզնի։ Քառակուսու կենտրոնում հալբերտագիրները թիչվև զինված ալաբարտներով ու տուտոբջնվ սպասում էին դիմակայելու ցանկացած թշնամու, ով կթափանցեր պիկաների պատից ներս։ Շվեյցարացի պիկագիրների հաջողությունը եվրոպական պատերազմը վերածեց այնքան խորը կերպով, որ մի քանի տասնամյակում Ֆրանսիան, Բուրգունդյան սրբազան հռոմեական կայսրությունը սկսեցին նմանատիպ միավորներ ներդնել իրենց սեփական բանակներում։ Եվրոպայի յուրաքանչյուր կարոր արքայազն վարձում էր շվեյցարական զորքեր կամ հիմնում էր միավորներ, որոնք ընդօրինակում էին նրանց զենքերն ու մեթոդները, ինչպիսիք էին գերմանական հայտնի լանդսկնեխտները, թուչյունետչիցվաչ վարձկաններ, ովքեր պատժենեցին շվեյցարական մարտավարությունը, մշակեցին որոշ սեփական նորամուծություններ, ներառյալ 2 ձեռքով բռնվող մեծ սրի օգտագործումը, որը հայտնի է որպես Ցվայհենդեր յուց, որը նախատեսված էր հատուկ թշնամու պիկաները գոտրելու, հեռացնելու ու այլ միավորների համար, ճանապարհ բացելու համար։ Պիկագիրների զրահը տարբեր էր, բայց շատերը օգտագործում էին պարզ սաղավարտներ գամբեզոններ։ Գազམավորման ներսում գտնվող էլիտար տարրերը գրում էին ալաբարտներ ավելի ծանր զրահներ։ Երբ նրանց ռազմական տնտեսական բախտը բարելավվեց, շվեյցարացի պիկագիրները աստիճանաբար համալրվեցին պողպատե սաղավարտներով կրծքազրահներով, թե սովորական զինվորների միջ զրահների ամբողջական ստանդարտացում երբեք չեղավ։ Քառակուսու ներսում գտնվող մարտիկները շարունակում էին օգտագործել կաշվե բաճկոններ կամ բամբակյա գամբեզոններ։ Պիկագիրները վճռորոշ էին ինչպես հարձակողական գրոհների, այնպես էլ պաշտպանական դիրքերի ժամանակ։ Մոտավորապես 15-րդ դարում պիկագիրների գազམավորումները դարձել էին հետագի գերիշխող ոճը եվրոպական մայրցամաքում ճանապարհ հարթելով վաղ վերածննդի հայտնի շվեյցարական լանդսկնեխտ բանակների համար։ Եվրոպական մարտի դաշտերում ծանր հեծելազորի բացարձակ գերակայության դարաշրջանը մոտենում էր իր ավարտին, հենց պիկագիրներն էին արտակարգ երկար նիզակներով զինված հասարակ տղամարդիկ, ովքեր ազդարարեցին այդ վերափոխումը։ Սակայն շվեյցարացի պիկագիրների անկումը նույնպես կգար պայմանավորված նոր տեխնոլոգիայի հայտնվելով, որն ընդմիշտ կփոխեր պատերազմի դեմքը։ 16-րդ դարի սկզբի իտալական պատերազմներում շվեյցարացի պիկագիրների գազམավորումները սկսեցին գործանարար կորուստներ կրել հրազենի պատճառով։ 1522 թվականին Բիգոկայի ճակատամարտում ֆրանսիական թագավորի ծառայության մեջ գտնվող շվեյցարացի վարձկանները բազմիցս փորձեցին գրոհել արկեբուզագիրների հրետանու կողմից պաշտպանվող դիրքը։ Արդյունքը աննախադեպ աղետ էր։ Պիկայի որպես գերագույն զենքի դարաշրջանը ավարտվում էր աստիճանաբար փոխարինվելով մուշկետով թնդանոթով։ Բայց մի փոքր հետ գնանք ժամանակագրությամբ մեր ուշադրությունը դարձնենք զինվորների մի կատեգորիայի վրա, որը ներկայացնում էր միջնադարյան բանակների պրոֆեսիոնալ սիրտը։ Զինված մարտիկ, ինչպես նրանց անվանում էին, կազմում էին եվրոպական շատ ռազմական ուժերի մարտական միջուկը ողջ միջնադարի ընթացքում։ Ի տարբերություն զորագոչված զինվորների կամ հետագի սերժանտների, զինված մարտիկ ծառայում էին ամբողջ տարին, մարզվում էին շարունակաբար։ Նրանք պատերազմի պրոֆեսիոնալներ էին տերմինի ամենալիարժեք իմաստով տղամարդիկ, ում կյանքը պտտվում էր մարտի դրան պատրաստվելու շուրջ։ Ոմանք կռվում էին ձիով, մյուսները ոտքով կախված կոնկրետ արշավի կարիքներից, որում նրանք ներգրավված էին։ Այս բազմակողմանիությունը նրանց մեծագույն որակներից մեկն էր։ Զինված մարդը մարզված էր կռվելու երկու իրավիճակներում էլ հետյալ կամ հետիոտնը։ Նրա մարտավարական հարմարվողականության ունակությունը նրան դարձնում էր անգնահատելի ռեսուրս ցանկացած հրամանատարի համար։ Այս զինվորները սովորաբար օգտագործում էին բարձրորակ զրահներ։ Նախորդ դարերում հիմնական պաշտպանությունը օղազրահն էր, հազարավոր փոխկապակցված մետաղական օղակներից բաղկացած հագուստ, որը հիանալի պաշտպանություն էր ապահովում կտրող ծակող հարվածներից։ Ժամանակի ընթացքում օղազրահը աստիճանաբար համալրվեց, ի վերջո փոխարինվեց պողպատե զրահապատ սալիկներով, որոնք ավելի մեծ պաշտպանություն էին ապահովում մարտի դաշտերում հայտնվող ավելի ու ավելի հզոր զենքերի դեմ։ Նրանց զենքերը ներառում էին սրեր, մարտական գացիններ, նիզակներ, մուրջեր, պոլաքսներ, նթրջուչ, բազմակողմանի երկարագոտ զենքեր, որոնք համատեղում էին գացնի, մուրջի նիզակի ծայրի տարրերը։
Զինված մարդիկ կռվում էին խիտ կարգապահ կազմավորումներով, հաճախ ծառայում էին որպես հարվածային զորքեր։ Զինված մարդկանց ներկայությունը առատորեն փաստագրված է 100-ամյա պատերազմի ժամանակ։ Նրանք հայտնվում են այդ հակամարտության գրեթե բոլոր մեծ ճակատամարտերի գրառումներում։ 1346 թվականին Գրեսիում անգլիացի զինված մարդիկ կռվում էին նետաձիգների կողքին, ովքեր կործանեցին ֆրանսիական շարքերը։ 1356 թվականին Պուատիեում, որտեղ Սարքայազնը գերեվարեց հենց Ֆրանսիայի թագավոր Ժան Ժեժբարին, զինված մարդիկ կենտրոնական դեր խաղացին ինչպես պաշտպանության, այնպես էլ վճռորոշ հակահարձակման մեջ։ 1415 թվականին Ազենկուրում կիրառվեց մի մարտավարություն, որը դարձավ ավելի ու ավելի տարածված։ Անգլիացի զինված մարդիկ իջան ձիերից կռվեցին ոտքով ձավորելով համախմբված պաշտպանական գիծ, որը դիմակայեց ֆրանսիական հեծելազորի հարձակումներին։ Հետիոտ մարտի այս մարտավարությունը զգալիորեն բարելավում էր կազմավորման համախմբվածությունը հեծելազորի հարձակումների դեմ, քանի որ այն վերացնում էր ձիերի խուճապի մատնվելու շարքը խզելու ռիսկը, ինչը հաճախ էր պատահում, երբ զինված մարդիկ կռվում էին հեծյալ։ Այս մարտավարական էվոլյուցիան վկայում է միջնադարյան պատերազմի ավելի լայն փոփոխության մասին։ Քանի որ մարտի դաշտերը դառնում էին ավելի մահացու նետաձիգների լարովի նետաձիգների շնորհիվ, ովքեր ի վիճակի էին հեռավորությունից ոչնչացնել հեծելազորը, զինված մարդիկ ստիպված էին հարմարվել։ Ասպետի ռոմանտիկ կերպարը, ով փառահեղ հարձակմամբ սլանում է դեպի թշնամին, թե երբեք ամբողջությամբ չվերացավ, աստիճանաբար փոխարինվեց հետիոտ մարտի ավելի պրագմատիկ իրականությամբ, որտեղ կարգապահությունը, ծանր զրահը, պրոֆեսիոնալ մարզումը ավելի արժեքավոր էին, քան ձյու արագությունը։ Եվ հենց այս ասպետների մասին է, որ մենք պետք է խոսենք հիմա հասնելով միջնադարյան ռազմական բուրգի գագաթին։ Ասպետները միջնադարյան բանակների բացարձակ էլիտան էին, իրենց ժամանակի ամենամարզված, ամենալավ զինված, ամենափառաբանված ռազմիկները։ Բայց հիմնարար է ի սկզբանե հասկանալ, որ նրանք երբեք բազմաթիվ չեն եղել։ Միջնադարյան տիպիկ բանակը կարող էր մարտի դաշտ դուրս բերել մի քանի տասնյակ կամ առավելագույնը, մի քանի 100 ասպետ հազարավոր հետակային զինվորների դիմաց։ Նրանց կարողությունը ոչ թե քանակի մեջ էր, այլ նրանց մարզման, հանդերձանքի մարտավարական դերի բացառիկ որակի մեջ։ Ասպետ դառնալու ճանապարհը սկսվում էր մանկությունից։ Մոտ 7 տարեկանում ազնվական ընտանիքի տղան ուղարկվում էր ծառայելու որպես պաժ, նմիջտ մեկ այլ ազնվականի տանը սովորելով էթիկետ, ընթերցանություն, զենքի գործածության հիմունքները։ Մոտ 14 տարեկանում նա դառնում էր զինագիր, փորձառու ասպետի անմիջական օգնականը, ով նրան սովորեցնում էր առաջադեմ հեծելավարություն, մարդ տարբեր զենքերով ասպետական վարքագծի բարդ կանոնները։ Միայն տարիների ծառայությունից հետո սովորաբար 21 տարեկան հասակում երիտասարդը ստանում էր ձեռնադրման արարողությունը, որը նրան բարձրացնում էր ասպետի կարգավիճակի։ Ասպետի հանդերձանքը ներկայացնում էր լավագույնը, ինչ իր ժամանակի ռազմական տեխնոլոգիան կարող էր առաջարկել։ Նրանց մարտական ձիերը, որոնք կոչվում էին դեստրիեներ, հատուկ բուծված մարզված կենդանիներ էին մարտի համար, որոնք ի վիճակի էին գրել ասպետի նրա զրահի համակցված ծանրությունը, մինչ սլանում էին դեպի թշնամու շարքերը։ Նիզակը հեծյալ հարձակման հիմնական զենքն էր նախատեսված հակառակորդներին տապալելու համար, ասպետի ձյու ողջ զանգվածի ու արագության կենտրոնացված հարվածով։ Մերձամարտի համար ասպետն ուներ սրեր, մուրջեր, մարտական գացիններ։ Նրա զրահը զարգացավ դարերի ընթացքում վաղ շրջանի օղազրահից մինչ ամբողջական սալիկավոր զրահը, որը մոտավորապես 15 տարում ասպետին ծածկում էր գլխից մինչ ոտքերը հոդակապված պողպատե պատյանով։ Ասպետները կազմում էին միջնադարյան բանակների, այսպես կոչված հարվածային տարրը։ Նրանց հիմնական մարտավարական գործառույթը թշնամու շարքերը խզելն էր կենտրոնացված հարձակումների միջոցով, որոնք համատեղում էին խիտ կազմավորմամբ սլացող տասնյակ կամ հարյուրավոր ասպետների զանգվածն ու արագությունը։ Երբ ծանր հեծելազորի հարձակումը հարվածում էր անպաշտպան հետագի գծին, հարվածը կարող էր ջախջախել ամբողջ կազմավորումը վայրկյանների ընթացքում։ Ասպետները հայտնվում են միջնադարի գրեթե բոլոր մեծ ճակատամարտերում։ 1066 թվականին Հասթինգսում Վիլհելմ նվաճողի նորմանդական հեծելազորը բախվեց անգլո-սաքսոնական վահանների պատին կրկնվող հարձակումներով, որոնք թե սկզբում հետ մղվեցին, ի վերջո նպաստեցին անգլիական պաշտպանության քայքայմանը։ 1214 թվականի Բուվինի ճակատամարտում միջնադարյան Եվրոպայի ամենակարևոր բախումներից մեկում երկու կողմերի ասպետները մասնակցեցին կատաղի մարտերի, որոնք որոշեցին ամբողջ թագավորությունների ճակատագիրը։ Բայց չնայած իրենց ողջ փառքին, ասպետները հիմնարար կերպով կախված էին հետագից, որն իրենց հենարանն էր։ Առանց ոտքով զինվորների, ովքեր պահում էին գծերը, հեծելազորի հարձակումը քիչ նշանակություն ուներ։ Միջնադարյան մեծ հրամանատարները դա հիանալի էին հասկանում։ Միջնադարի ամենահաջողակ ճակատամարտերը նրանք էին, որտեղ կարգապահ հետագը, արդյունավետ հեռահար գրակը հարվածային հեծելազորը կիրառվում էին համակարգված կերպով յուրաքանչյուր տարր լրացնելով մյուսներին։ Սոցիալապես ասպետների դերը տարածվում էր մարտի դաշտից շատ հեռու։
Նրանք կառավարում էին կալվածքներ, արդարադատություն էին իրականացնում, իրենց հողերում գործում էին որպես տեղական իշխանության հենասյուներ ողջ ֆեոդալական Եվրոպայում։ Ասպետությունը միաժամանակ ռազմական, սոցիալական մշակութային ինստիտուտ էր իր սեփական վարքագծի կանոններով ծեսերով։ Մրցաշարերը, որտեղ ասպետները ցուցադրում էին իրենց մարտական հմտությունները կեղծ մարտերում, ոչ միայն սպորտային միջոցառումներ էին, այլ կարևոր սոցիալական քաղաքական առիթներ, որտեղ դաշինքներ էին կնքվում, հեղինակություններ էին կառուցվում կամ գործանվում։ Ասպետները հաճախ միջնադարյան մարտի դաշտում ամենափոքր խումբն էին, բայց նրանք, անկասկած, ամենախորհրդանշականն էին։ Նրանց կերպարը հեծած մարտական ձիերին, փայլուն զրահներով քամուն տված դրոշներով, այն պատկերն է, որն ամենախորն է դրոշմվել հավաքական հիշողության մեջ, երբ մենք մտածում ենք միջնադարի մասին։ Հենց նրանք են գերիշխում պատմության գրքերում, լեգենդներում, արվեստի գործերում, ժողովրդական երակայության մեջ։ Բայց ինչպես տեսանք այս ուսումնասիրության ընթացքում, նրանք ընդամենը մի շատ ավելի մեծ բարդ կառուցվածքի տեսանելի գագաթն էին, որը հենված էր հազարավոր տղամարդկանց վրա, ում անունները երբեք չեն արձանագրվել, բայց ում զոհողությունը ներկայությունը մարտի դաշտերում հնարավոր դարձրեցին յուրաքանչյուր փառահեղ հարձակում, յուրաքանչյուր տոնվող հաղթանակ, յուրաքանչյուր պահպանված թագավորություն։ Ահա թե ինչպես մենք պետք է հասկանանք միջնադարյան բանակները ոչ թե որպես անհատ հերոսների հավաքածու, այլ որպես բարդ օրգանիզմներ կազմված զինվորների փոխկապակցված շերտերից, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր սեփական գործառույթները, սահմանափակումները, էական ներդրումները։ Շտապ զորագոչված գյուղացիներից, ովքեր թափահարում էին փայտահատի գացինները գրում հաստ շորեր, մինչ մարտական դեստրիեների վրա հեծած զրահապատ ասպետները, անցնելով կարգապահ սերժանտների, մահացու նետաձիգների, պրոֆեսիոնալ լարովի նետաձիգների, նորարար պիկագիրների բազմակողմանի զինված մարդկանց միջով զինվորի յուրաքանչյուր տեսակ անփոխարինելի մասնիկ էր միջնադարյան պատերազմի բարդ շախմատային տախտակի վրա։ Այս տղամարդկանց պատմությունը, իր ողջ բազմազանությամբ, միջնադարի պատերազմի իրական պատմությունն է։ Դա շքեղության փառքի պատմություն չէ, թե այդ տարրերը առկա են։ Դա ցեխի, արյան, վախի դիմադրության պատմություն է։ Հասարակ տղամարդկանց պատմություն, ովքեր քայլեցին դեպի հեռավոր մարտի դաշտեր, որովհետև իրենց տերերն այդպես էին հրամայել, պրոֆեսիոնալների պատմություն, ովքեր իրենց կյանքը նվիրեցին պատերազմի արվեստին, մի դարաշրջանի պատմություն, երբ թագավորությունների ճակատագիրը որոշվում էր ցեխոտ հարթավայրերում մարդկային մարմինների բախումով։ Դա մի պատմություն է, որն արժանի է հիշվելու իր ողջ բարդությամբ, քանի որ հենց այն մանրամասների մեջ է, թե ինչպես են ապրել կռվել այդ տղամարդիկ, որ մենք գտնում ենք այն բանի ամենաիսկական էությունը, ինչը մենք անվանում ենք միջնադար։ Եթե այս ճանապարհորդությունը միջնադարյան մարտի դաշտերով արթնացրեց ձեր հետաքրքրությունը, ստիպեց ձեզ նոր աչքերով նայել միջնադարին, ապա մեր նպատակը կատարված է։ Բայց հետազոտությունը կարող է այստեղ չկանգնել։ Կան շատ ավելի շատ պատմություններ, որոնք սպասում են պատմվելուն, ավելի շատ ճակատամարտեր վերլուծվելու, ավելի շատ կերպարներ բացահայտվելու պատմության մոռացված միջանցքներում։ Եթե բաժանորդագրվել եք ալիքին, արդեն գիտեք, որ նմանատիպ նոր վավերագրական ֆիլմեր կանոնավոր կերպով են հայտնվում։ Եթե դեռ չեք բաժանորդագրվել, մտածեք դա հիմա անելու մասին։ Յուրաքանչյուր նոր բաժանորդագրություն մեզ թույլ է տալիս շարունակել ներկայացնել մանրամասն խորացված պատմություններ մարդկային պատմության ամենահետաքրքիր թեմաների մասին։ Թողեք ձեր մեկնաբանությունը պատմելով, թե միջնադարյան զինվորի որ տեսակն ամենաշատը գրավեց ձեր ուշադրությունը, որ ճակատամարտը կցանկանայիք տեսնել խորությամբ ուսումնասիրված կամ որ պատմական ժամանակաշրջան է արթնացնում ձեր ամենամեծ հետաքրքրությունը։ Ձեր մասնակցությունը ոչ միայն մեզ մոտիվացնում է, այլ օգնում է մեզ ձևավորել մեր ստեղծած բովանդակությունը։ Եվ եթե այս տեսանյութը տեղեկացրեց կամ զարմացրեց ձեզ, մի պահ հատկացրեք հավանելու համար։ Դա պարզ ժեստ է, բայց այն մեծ նշանակություն ունի, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան բացահայտել այն պատմությունները, որոնք պատմությունը ունի պատմելու համար։ Մինչ հաջորդ վավերագրական ֆիլմը։